Կառավարության որոշմամբ մեկնարկում է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը։ Այդ նպատակով մարզպետերին ու համայնքի ղեկավարներին հանձնարարվել է կասեցնել Երևան-Գյումրի-Վրաստանի սահման եւ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտում եւ օտարման շերտերում շինարարության իրականացման եւ հողահատկացման գործընթացը։ Կառավարությունը նաեւ հավանություն է տվել հայկական երկաթուղու համակարգը Հարավկովկասյան երկաթուղի թագ վարչնետիրական ընկերությանը փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծին։ Կառավարության մեկ այլ որոշմամբ այն ապրանքները, որոնք Հայաստանն է ներմուծում ոչ դեղագործական նպատակով, ներմուծման ժամանակ ենթակա չեն հավաստագրման։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել, որպեսզի ինչպես այս, այնպես էլ գործընթացները պարզեցնող մյուս որոշումները հանգամանորեն ներկայացվեն հանրությանը։ Մասնավորապես օգտվի այդ հնարավորությունից, որովհետև փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ խնդիրներ առաջանում են այն պատճառով, որ մարդիկ իրազեկված չեն, որ այսպիսի նոր ռեժիմներ են սահմանում, հեշտացում նրանց համար գործընթացները։ Այս որոշմամբ արտահանման հավաստագրման այդ պահանջը վերացվում է։ Ընկերությունները իրենք կարող են դիմել ստանալ նման հավաստագիր, եթե հակառակ կողմը այն երկիրը, որտեղ ներկրվում է հայկական ապրանքը, դրա կարիքը կա կամ իր գործընկերը դա պահանջում է։ Մնացած բոլոր դեպքերում տնտեսական սուբյեկտը պարտավորված չի լինելու այսուհետև այդ հավաստագիրը ստանալու։ Գործադիրը որոշել է տրանսպորտային միջոցների սեփականատերերի վճարած բնապահպանական մուծումների նկատմամբ բարձրացնել վերահսկողությունը, իսկ տնտեսած միջոցների հաշվին նախատեսվել է տպագրել 3-րդ դասարանի մայրենի, մաթեմատիկա, եւ շրջակա միջավայրը, կերպարվեստ եւ տեխնոլոգիա դասագրքերի լրացուցիչ խմբաքանակ։ Աննա Դավթյան, Երկիրն այսօր։